Եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթառաջ քայլ անելու այս հայտարարությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած տարեվերջին արեց, այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչ ասել է խորհրդանշական քայլ, բայց տարվա երրորդ ամիսը գլորվում է Երևան-Անկարա շփումներում փաստացի տեղաշարժեր չկան։ Հայկական կողմից բանագնաց խորհրդականի փոխխոսնակ Ռուբինյանը թուրք պաշտոնակցի հետ օրերս է հեռախոսազրույց ունեցել։ Նորության դեպքում ես կհայտնեմ այս բանը, նորություն չկա։ Չէ, չի կանգնեմ, բայց նոր ասելիք չունեմ։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը անջատ է Երևան-Բաքու բանակցություններից, փորձագիտական համայնքում մնում են հակառակ կարծիքին, պնդելով, որ եթե անգամ շփումներում Երևանն այդ սկզբունքով է առաջնորդվում, ապա դրանից հայ-թուրքական եղբայրության փայլը չի խամրում։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նախ նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում կկարողանա ավելի ակտիվ քայլեր անել Հայաստանի նկատմամբ։ Նույնն է նաեւ մեր նախագահի դիրքորոշումը։ Այն, որ Հայաստանի դիրքորոշումը տարանջատելու հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունները իրարից չի բաժանում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանություններին, փորձագիտական վերլուծական համայնքում հիմնավորելու համար թուրք պաշտոնյայի հետ հենց այս հայտարարությունն են հիշեցնում եւ օրինակ բերում ընդգծելով հատկապես այն հատվածը, որտեղ Ուրալօղլուն պնդում է, թե այս է նաեւ իրենց նախագծի դիրքորոշումը։ Իդեպ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի այս հայտարարությունը ճիշտ տարեսկզբին էր Էրդողանի ասած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում խորհրդանշական ընթառաջ քայլ անելու փոխարեն։ Իսկ post factum այդ սիմվոլիկ քայլը, որը առայժմ այդպես էլ Անկարայից չեն անում, մասնագետների համոզմամբ առավելագույնը հայ-թուրքական սահմանի պինդ զոդված այս դարպասները բացելն է, ընդ որում ոչ թե երկու երկրների, այսինքն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ երրորդ պետությունների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։ Մի բան, ինչի շուրջ բանագնացներ Ռուբինյանն ու Քլչը վաղուց էին պայմանավորվել։ Դա պայմանավորվել էին 2022 թվականին դեռ, բայց ինչպես տեսնում ենք, ձգվեց եւ Թուրքիան անգամ այդ փոքր քայլը, որը մեծ հաշվով հայ-թուրքական սահմանի բացում չի նշանակում, իր ձեռքում ոնց որ շարունակում էր օգտագործել որպես ինչ-որ մի լծակ, միջոց, եւ այս պահին դա որպես խորհրդանշական քայլ կներկայացվի նրանց կողմից։ Միջազգայնագետն էլ տպավորություն ունի, թե Անկարան իր խորհրդանշական քայլն անելու հարցում ոտքը կախ է գցում, դարձյալ Երևանից ակնկալիք ունենալով։ Իրենք էլ մեր խորհրդանշական քայլին են սպասում, ասում է մասնագետը։ Թուրքական կողմը եւս սպասում է, որ սահմանադրության մեջ կփոխվի հռչակագրի մասը եւ պետական նշանների, զինանշանի վրայից, գերբի վրայից այդ Արարատի դուրսբերման մասով նաեւ։ Ստացվում է թուրք-ադրբեջանական դուետին ոչ միայն միավորում են տարածաշրջանային, այդ թվում Հայաստանի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլև միևնույն պահանջները, որ ունեն Երևանից, հավելում է մասնագետը։ Իրենց գերնպատակը հիմնականում ոչ թե օրինակ Գյումրի Կարս երկաթուղու բացելն է, սահմանի բացելն է Շիրակի մարզի հատվածում կամ առավել եւս Մարկարայի հատվածում, այլ իրենց գերնպատակ հենց հիմա ամբողջ ենթակառուցվածքները, տրանսպորտային շինարարությունը գնում է դեպի հարավային հատված, այսինքն Նախիջևանով կապը հաստատել Ադրբեջանի հետ։ Տարածաշրջանում քաղաքական, անվտանգային եւ տնտեսական հարցերը միաժամանակ օրակարգ են եկել եւ դրանց փոխկապակցված զարգացումը ստեղծել է մի իրավիճակ, որտեղ հայտարարություններն ու գործնական քայլերը պարտադիր չէ, որ նույնը լինեն։ Այստեղ է, որ մասնագետների գնահատմամբ ձևավորվում է ընթացիկ անորոշությունը, խաղաղությունը գալու է, թե ոչ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երևան-Մոսկվա վերջին տարիների գերլարված հարաբերություններից առաջացած մեծ փուչիկը Կրեմլուն պայթեց։ Տանտիրոջ իրավունքով նախ Ռուսաստանի նախագահն է կողմերի ուշադրությունը սևեռում երկու երկրների միջև կնճռոտ հարցերի վրա։ Եվ ամենակարևորը հարցերից մեկը անվտանգություն, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիա բռնի տեղահանում։ После того, как вы в Праге в 2022 году Երբ դուք 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել է ներ-ադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր այդ հարցում, կապված Ղարաբաղի վերամիավորման հետ, եթե այն համարենք Ադրբեջանի մաս։ Սա գնահատական չէ, ես չեմ ասում, որ սա լավ է կամ վատ։ Խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից կարծում եմ, որ հավանաբար դա իմաստ ուներ։
Да, мы признали Карабах в составе Азербайджана. Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը 2 անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, եւ դուք հիշում եք, մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Հայաստանը խնդիրներ ունի նաև ՀԱՊԿ-ի հետ, Փաշինյանը հիշեցնում է 2022-ին կար կոնկրետ իրավիճակ, եւ ըստ նրա ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին։ Они не заработали. Բայց դրանք չգործակցվեցին եւ դա իհարկե հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով։ Մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց եւ չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն։ Երևանում արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտնեց, թե ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանը անընդհատ հետ նայելու ռեժիմում պետք է չլինի։ Վերադարձի առումով փոփոխությունը ակնկալելը իրատեսական չէ։ Եվրամիություն թե դաշնակցային հարաբերությունների շարունակականություն Ռուսաստանի հետ։ Պուտինն ինքն էլ ասաց, դա Հայաստանի գործն է, սակայն Հայաստանը ըստ Պուտինի քայլեր անելուց առաջ պետք է ծանր ու թեթև անի։ Вы знаете, цены на энергоносители. Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ գազի գինը Եվրոպայում անցնում է $600 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին $177.5 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է, տարբերությունը էական է։ Վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ։ Կրկնում եմ, սա ձեր որոշումն է, ի վերջո ձեր թիմի, ձեր փորձագետների որոշումը, որտեղ եւ ում հետ ինչ հիմքի վրա աշխատել։ Ըստ ռուսական կողմի Թրամփի ուղի նախագծի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հավասարակշռությունը։ Օվերչուկի ձևակերպմամբ Հայաստանը հայտարարել է, որ այդ նախագիծը կիրականացվի առանց Ռուսաստանի։ Թուրքիան արդեն սկսել է միջոցներ ծախսել Նախիջևան տանող երկաթուղու կառուցման վրա եւ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարները դարձել են պակաս պարզ։ Այս ամենը ճնշում է ստեղծում Հայաստանի վրա, ապա շրջափակման գործընթացում Ռուսաստանին չտեսնելու ցանկությունը մեծ սխալ էր։ Փոխվարչապետ Օվերչուկը Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չի տեսնում։ Նրա ձևակերպմամբ ռուսական ընկերությունների ներկայության անցանկալության մասին քննարկումները հարցեր կառաջացնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի գործունեության հետ կապված։ Մեր շահագրգռվածությունն է ավելացնել առևտուրը Հայաստանի հետ, ինչպես տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, բայց եթե մեզ ասեն, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի ծառայում Հայաստանի շահերին, ապա փոխադարձության սկզբունքի հիման վրա արդարացի է հարցնել, եթե ռուսական ընկերություններն ու ձեռնարկատերերը չեն կարող գործել եւ գումար վաստակել Հայաստանում, ապա ինչու կարող են հայ ընկերություններն ու ձեռնարկատերերը գործել եւ գումար վաստակել Ռուսաստանում։ Փաշինյանը արդեն Երևանում արձագանքելով Օվերչուկին հայտնեց, թե Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը խզելու լծակ ունի, բայց Երևանն ըստ նրա չի պլանավորում եւ չի ուզում գնալ այդ ճանապարհով։ Եվ չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհ։ Իդեպ մոսկովյան այցից եւ ռուսական կողմի հանդիպումներից հետո Փաշինյանի ռետորիկան կարծես թե մեղմացել է։ Ինչպես կգնահատի նա մոսկովյան աշխատանքային այցը։ Այցը գնահատում եմ շատ հաջող։ Քաղաքագիտական ու փորձագիտական համայնքի գնահատականը այլ է։ Վերջ տրվեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մերձեցմանը կամ լավացմանը։ Հայաստանի նավթամթերքի շուկան պատրաստ է գլոբալ փոփոխությունների, քանի որ վերջին ամիսներին երկրում վերացվել են մենաշնորհները, որոնք առաջացնում էին լրացուցիչ գնագոյացում եւ ապահովել են այլընտրանքային ներմուծման շուկաներ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ այս իրավիճակում Ռուսաստանի կողմից բենզինի արտահանման սահմանափակումները լուրջ ազդեցություն չեն ունենա շուկայում եւ գների զգալի աճ չի առաջանա։ Խոսելով երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին, վարչապետը տեղեկացրել է, որ թեման քննարկվել է ռուսական կողմի հետ եւ պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Եվրամիության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ անհամատեղելի են։ Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի կողմից արված դիտարկման գործնական հետևանքներին է անդրադարձել փոխվարչապետ Օվերչուկը։ Նրա ձևակերպմամբ Հայաստանը շատ մոտ է հանգրվանային այն կետին, որից հետո Ռուսաստանը հարկադրված կլինի այլ կերպ կառուցել Երևանի հետ իր տնտեսական հարաբերությունները։
Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը եւ Եվրամիության հետ մերձենալու Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը լուրջ հարցեր են առաջանում։ Իրականությունն այն է, որ հայկական երկաթուղին, եթե այն պահպանվի, պետք է մնա սեփական տնտեսության կարիքները սպասարկող ճանապարհ, որի իրական հեռանկարները կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Բայց եթե մեզ ասում են, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա ելնելով փոխադարձության սկզբունքից, արդարացի կլինի հարցնել, եթե ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող ներկա լինել եւ վաստակել Հայաստանում, ապա ինչու հայկական ընկերություններն ու գործարարները կարող են ներկա լինել եւ վաստակել Ռուսաստանում։ Գեյտի պես գնում աստեղ։ Գարշահոտը Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասից տևական ժամանակ է չի պակասում։ 100-ից ավելի սեփական տների բնակիչներ ապրում են հակասանիտարական պայմաններում։ Կոյուղին է ու ամեն անգամ անձրևների ժամանակ այս նույն վիճակն է։ Ում կոյուղ բանը ապրատին մի քիչ մոտիկա կոյուղում դեռ տունա լցվում։ Կոյուղին գալիս է, գալի կպտում է սրան, այն կոմի հյուրանոցներով տներով։ Ու վերջ։ Պլյուս էս վերևի տները։ Ամեն էս վիճակն։ Այսինքն ինչ ասես դուրս է գալի։ Վերջի անգամ որ Վիոլան եկավ բացեց 4 օր առաջ, մեջից սրբիչ դուրս եկավ։ Անձրևելուն պես ըստ բնակիչների դիտահորերից կոյաջրերն ու կեղտը ողողում են ամբողջ տարածքը։ Անցուդարձ մեծ դժվարությամբ են անում այն էլ տհաճ հոտը շնչելով։ Այս վիճակը այս մի ամիս է, չեն կարող խանութել են։ Շատ ինչ մի ամիս այդ տատ։ Ավելի շատ գալիս են, յանը մաքրում են, ինչ են մաքրում։ Քաղաքային իշխանությունից քաղաքացիներին հայտնել են, որ դա իրենց գործը չէ, այլ Veolia ջուրընկերությունը պետք է լուծի խնդիրը։ Ու մինչդեռ պատկան մարմինները մեկը մյուսի վրա են գցում, համաճարակի վտանգն ամեն օր ավելանում է։ Քաղաքացիներն էլ որոշել են իրենց թաղամասը գարշահոտից փրկելու համար կտրուկ միջոցների դիմել։ Մինչև շոշ պետք է փոխվի։ Ստեղ կանալիզացիա է ավելացել, եկեք ցույց տալու։ Վիոլա ջուր։ Ինչ են պատասխանել Վիոլա ջուրը։ Իրանց գործը չի էտի։ Քաղաքապետարան բողոքել եմ, դիմում եմ գրել։ Իրենց էլ իրանց քաղաքապետարան նմանապես։ Ում գնան բողոք։ Ոչ մեկ հաշվի չի անում։ Մի ամիս առաջ լրագրող։ Վճարումներն էլ կատարում։ Վճարումներն էլ կատարում ենք, այո։ Մոտ 700 մետրից ավել հոսում է, լսվում է մարդկանց տները, նկուղները, մարդիկ նշում են, որ մեռել ենք քաղաքապետարանի թեժգից, Վիոլա ջուր, թաղապետարան զանգահարելով, սակայն մեկը մեկի վրա է գցում ու ամբողջ տարածքում, անգամ այս եղանակին տիրում է գարշահոտ վիճակ։ Ու սենց բնակիչներն ասում են առավոտ բանից սենց գնում է։ Իսկ Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի եւ Կոտայքի մարզեր տանող ճանապարհին մեկ օրից ավելի է ջրախողովակի վնասվելու պատճառով խմելու ջուրն աննպատակ հոսում էր։ Բնակիչներն օպերատիվ կերպով Veolia ջուր են զանգահարել։ Սկզբում ասել են, որ կմոտենան, հետո պատճառաբանել են, որ իրենց գործը չէ։ Քանի տոննա երևի ջուր է կորում։ Հետաքրքիր է, որ Նուբարաշենի թաղապետը արդյոք տեղյակ է թե ոչ։ Բնակիչներ կան ասում են ասել են թաղապետին, բնակիչներ կան ասում են չենք ասել, բայց ամենայն դեպս հարգելի թաղապետ, ձեր վարչական տարածքում այս խմելու ջուրը կորում է։ Քանի ժամա տանջվում եք, հա։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Նուբարաշեն թշնաֆաբրիկայի աշխատակիցները չսպասելով Veolia ջուրընկերությանն ու Նուբարաշենի թաղապետին վթարի վայր հատուկ տեխնիկա են բերել մի քանի ժամ անց վերացրել խնդիրը։ Այստեղ քաղաքացիներ կային, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ միշտ երբ նման դեպքեր է լինում, Նուբարաշենի այդ թռչնաֆաբրիկայի աշխատակիցներն են գալիս, խնդիրը վերացնում։ Նոր նորքում է, Ջուղայի, Նանսենի, Լվովյան փողոցներում փոսերը թիվ ու հաշիվ չունեն։ Թե որը առաջնային պետք է շրջանցեն, վարորդներն արդեն չգիտեն։ Մեկը մյուսից մեծ ու վտանգավոր։ Մարդը չիման, որ փոսը փախցնի։ Փոսերի պատճառով ամեն օր վարորդներն իրենց մեքենաներն են վնասում, հաճախ դրանք շրջանցելու համար դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, դառնում վթարների պատճառ։ Գույքը հարկը վճարում է, բայց ավտոն ջարդում է։ Վիճակն ավելի վատթարանում է անձրևների ժամանակ, վարորդներն ու անցորդները Երևանի քաղաքապետին են դիմում արագ արձագանքելու ու փոսերը գոնե ժամանակավոր փակելու համար։ Հսկայական փոսերը նաև Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք տանող ճանապարհին։ Վարորդները հաճախ նաև կատակում են, որ այդ հատված պետք է ավտոքարշակով գնալ։
մարդիկ ավտոմեքենաները երբ տեղափոխում են, բարեկները երբ ավտոմեքենաները տեղափոխում են հատուկ պահպանվող տարածք, ժողովրդի լեզվով ասած պլաշատկա, շատ դեպքերում մեծ դժվարությամբ հաղթահարում են այս փոսերը։ Ընդամենը 1 կիլոմետր է այն հատվածը, որը պետք է նորոգել, փոխարենն ամեն օր այստեղ տասնյակ մեքենաներ են վնասվում։ Զայրացած վարորդները պատասխանատուներին կոչ են անում գալ ու սեփական աչքով տեսնել, թե ինչ է կատարվում։ Մարտի 30-ին ողբերգական վթարը տեղի ունեցել Արարատի մարզում, Հովո-Բեռնատարը Երևան Երասմեղրի ճանապարհին արագաչափի հարևանությամբ բախվել է Nissan Tiida-ի, 2 Mercedes-ի, Niva Chevrolet-ի եւ Mercedes ավտոքարշակի։ Բախման հետևանքով Բեռնատարը կողաշրջվել է եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արարատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահումբը։ Նրանք տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցի ցահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Բացի Հովո-Բեռնատարից բոլոր մեքենաները եղել են կայանված, որոնցից մի մասը վերածվել է ջարդոնի։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս է բերել հայրը, ով տեսել է վթարը, մոտեցել է օգնության վիրավորին, նա եւս տուժել է։ Մարտի 29-ին Մայրաքաղաքում Հալաբյան Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են 36-ամյա Հայկի Շևրոլեն եւ 20-ամյա Էրիկի Կիան։ Վերջինը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից երկուսին մեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 7-րդ թռչեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Քաղաքացիները նշում են, որ դեպքի վայր են ժամանել նաև Երևանի թիվ 7-րդ թռչեջ փրկարարական ջոկատի փրկարարները եւ հենց վիրավորներից երկուսի փրկարարներն են ավտոմեքենաներից դուրս բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Մարտի 29-ին Hyundai-ին գողթ բնակավայրում գլխավոր փողոցում վրայերթի է ենթարկել 2 հետիոտնի 49 տարեկան մորն ու նրա 8 տարեկան աղջկան։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Գառնի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներին, վիրավորներից մեկին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ մյուսին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Առնանման հետքեր է հայտնաբերվել, սնունդ, հավանաբար խանութից դուրս են եկել մայր ու աղջիկ եւ տեղի ունեցել վրայերթը։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մարտի 28-ին Մայրաքաղաքում Գրիգոր Լուսավորիչ փողոցում բախվել են BMW-ն ու Nissan-ը։ Բախման հետևանքով BMW-ն բախվել է ստորգետնյա անցման բետոնե հենապատին։ 1 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Մարտի 27-ին էլ նույն հատվածում 31-ամյա Ռոմանն է BMW-ով վրայերթի ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի պարեկները։ Ի դեպ վրայերթը տեղի ունեցել այն ժամանակ, երբ տրոլեյբուսի սնունդ հողէլեկտրական լարերից մեկը ընթացքում հանգույցից առանձնացել էր, իսկ վարորդը իջել էր այն միացնելու։ Իմ տեղեկություններով BMW-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, հիմա պարզվում է սթափ է թե ոչ սթափ, բայց նախնական տեղեկություններով եղել է սթափ։ Մարտի 27-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե պատնեշին ու ծառերին, մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Այն հատվածն է, որտեղ երբ եղանակը անձրևում է, ճանապարհատրանսպորտային պատահարների պակաս չի լինում։
անընդհատ լինում է։ Նախ փոստային հատված կա, որտեղ անձրևաջրերը կուտակվում են, եւ երկրորդ վարորդները գերազանցում են սահմանված արագությունը եւ հայտնվում են այդ անձրևափոստաջրի մեջ եւ վթար է տեղի ունենում։ Եվ մարտի 29-ին քարաթափում է տեղի ունեցել Երևան-Մեղրի ճանապարհին։ Պոկված քարերը փակել էին ճանապարհը։ Օպերատիվորեն ժամանել են Վայքի շրջբրկայական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Վայոց մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները։ Նրանք մեծ դժվարությամբ հեռացրել են քարերը երթևեկելի գոտուց, այնուհետև նրանց օգնության են հասել Վայքի ճանշինի աշխատակիցները։